Երբ Հիսուս երկրի վրա էր, իր աշակերտներուն պաշտամունքի եւ զոհի հետ կապված շատ լուրջ խորունկ ճշմարտությունը սորվեցուց։ Եվ Մատթեոս Ավետարանի 5-րդ գլխում գանտիբինք լերան քարոզի ժամանակ Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներուն եւ ամփոխին, որով այնտեղ հավաքված էին, հետեւյալ ճշմարտություն ասեց, երբ որ քո զոհասեղանի վրա զոհդ պիտի մատուցանես եւ միտքդ կուքա, որ եղբորդ դեմ հարց մունիս, խնդիր մունիս, գսեբ թող զոհասեղանդ, թող պաշտամունքի արարողագարքդ եւ քնա գսեբ եղբորդ հետ, որու հետ հարց մունիս եւ միտքդ եկավ, հաշտվիր գսե, հարցերդ լուծե եւ ետքը վերադարձիր զոհասեղանիդ վրա գսե զոհդ մատուցանե։ Այս ճիշտ ուսուցումը մեզ գիշեցնի այդ նյութը, որ միասնապար սերդում ենք արդեն մի քանի գիրագի, այսօր մեր երրորդ գիրագին է, մեզ գիշեցնի այս օրինակը Եզեկիել մարգարեությունում, երբ որ մարգարեն թշնամյաց անաստված մարգարեների հետ փախումը գունենա եւ որբեսի կարողանա այդ բայկարը Եզեկիել կարողանա հաղթահարել, կարողանա փառավոր հաղթություն ցերկ բերել, նախքան գսեբ Եզեկիել մարգարեն այդ բادرազմի, այդ պաշտամունքի մեջ մտնելը, որը պաշտամունքի բادرազմի դիտեղ ունենալու, որու Աստվածն է ճշմարիտ Աստվածը։ Եզեկիել մարգարեն կնկատի, որ Աստուծո զոհասեղանը խորանը փլված էր եւ ինչ կնեմ բոլոր ժողովուրդին կգան չէ գսե մոդեցեք եւ միասնապար բոլորս դերոջը զոհասեղանը պետք է գառուցենք, պետք է վերանորոգենք, ուրեմն գնորոգեն, գգառուցեն, ամեն բան դեղը դեղին, դերոջը զոհասեղանն է, որտեղ հետք է ադոր վրա պիտի պաշտամունք մատուցանեին, զոհ դնեին, ուրեմն նախքան այդ բոլորը վերագառուցեն, որ մեյ այդ զոհը վրան գտնեն եւ Աստուծո գրակը գիշնի պատմությունը գիտենք։ Այս երկու օրինակները մեզի շատ կարևոր ճշմարտություն կսորվեցնեն։ Զոհասեղանը այդ մեծակույն խաչմերուկն է, intersection-ն է մեր մարդկայինի եւ աստվածայինի առաջ։ Զոհասեղանը, խորանը մեր եւ Աստծո միջև այդ մեծակույն միջնորդն է, խաչմերուկն է, վայրն է, որտեղ մեզ Աստուծո հետ կգաբե։ Այսինքն աղոթք, պաշտամունք, երկեցողություն, փառաբանություն, նվագ, հոգևոր ծառայություն, հոգևոր ուսուցում, հոգևոր կյանքում ինչ որ մենք կնենք, այդ բոլորը մեր զոհն է, մեր պաշտամունքն է, բայց այդ պաշտամունքը պետք է դրվի զոհասեղանի վրա։ Հետևաբար այդ զոհասեղանը, որու վրա մեր նվիրումը պաշտամունք բոլորը գտնենք, մեր եւ Աստուծո միջև գաբող օղակն է։ Եվ ամեն ինչ դրանից է գախյալ։ Մեր հոգևոր կյանքում, քո եւ իմ հոգևոր կյանքի մեջ, մեր օրհնությունը, հաջողությունը, առաջ գնալ, ծառայության արդյունքը Աստված փառա, բոլորը գախյալ է այդ զոհասեղանի ներկայությունում իմ սրտի դիրքորոշումից։ Անոմար Հիսուս այս բոլորը նկատի ունենալով իր աշակերտներին սորվեցնելով, որ երբ որ կմոտենա զոհասեղանին, երբ որ զոհդ պիտի մատուցանես եւ գիշես որ խնդիր մը գա, մեգումը նեղացուցած ես, մեգումը բարդ կունիս,
Մեգումը վշտացուցած ես, զրբարդած ես, չարախոսած ես, պամպասած ես, կամ քո կյանքիդ մեջ խնդիր մը գա, որը Աստծո հաճելի չէ, նախքան զոհը դնելը գսե հիշեցիր, որը գրեք, երբ որ մենք պաշտամունք կանք, Աստծո Սուրբ Հոգին մեզ գհիշեցնե։ Երբ որ գհիշեցնե, գհիշեմ, գսե նախքան պաշտամունքը շարունակելը, նախքան զոհը դնելը, նախքան երգելը, նախքան նվագելը, նախքան քարոզելը, նախքան դերոջը ծառայություն անեն, քնա, հաշտվիր, ներողություն խնդրե, հարցերը լուծե, բարդ կդվերա, ինչ որևէ, ետ կեգուր, որբեսի իմ օրդմությունը սկսե հանգչի։ Այսինքն զոհասեղանին մոդենալի առաջ, պաշտամունք մատուցանել առաջ, ինչպես որ Եզեկիել մարգարեն վերանորոգեց զոհասեղանը, այսինքն Հիսուսի ուսուցման համար վերանորոգենք մեր հաղորդակցությունը, վերանորոգենք մեր գաբը, վերագառուցենք մեր հարաբերությունը նրանց հանդեպ, որ կոդրված է, խզված է, ետ կեգուր պաշտամունքի։ Հիմա սա շատ լուրջ և զգայուն նույթ մնե, որում մեջ քչերն են լրջությամբ մոդերնում։ Բայց չեմ կասկածում, որ այս դահլիճում ինչքան որ ենք, այստեղ ենք հիմա մենք, պաշտամունքի եկած ենք, մեր զոհն ենք բերել, մեր պաշտամունքի դրսևորումն ենք, մենք պաշտամունքն ենք ուզում դրսևորել Աստծո առաջ, բայց շատերիս կամ ոմանց կյանքում մենք ունենք մարդիկ անհատներ, որոնց հետ չենք խոսում, որոնց հետ հարաբերությունները խզված են, ինչ-ինչ պատճառներով, կամ մեր կյանքում խնդիր մը գա, հարց մը գա, մեղքի հարց կա, հանցանքի հարց կա, Աստծո առաջ շիդակ քայլելու հարց մը գա, խնդիր մը ունի, եւ մենք շատ լավ գիտենք, դու շատ լավ գիտես, շատ լավ գիտես, ես էլ շատ լավ գիտեմ, բայց եկել ենք պաշտամունքի եւ ուզում ենք մեր զոհը մատուցանեն Տիրոջը։ Լավ, հիմա Հիսուսի ըստ ուսուցման համապատասխան նախքան պաշտամունքը շարունակելը, նախքան իմ կյանքս Տիրոջը առաջ պաշտամունքի կյանք դրսևորելը, ես պետք է հաշտվեմ, պետք է հարցերս լուծեմ, լավ գսեմ, ով դեր, հիշեցի այդ անձը, այդ վիճակը նեղացուցած եմ կամ խնդիր ունիմ, ուզում եմ հաշտվել, բայց հոչ չէ, բայց ստե չի, հերու է, կամ մահացել է, կամ անհնար է մոդենալ իրեն, ասորա լուծումը գա։ Սրդիտ մեջ դու քեզի խոսք դուր եւ Տիրոջը, որ հայր, հիմա որ միտքս եկավ այս վիճակը, սրդումս պիտի ներեմ ես, պիտի հաշտվիմ։ Հիմա ներում եւ հաշտություն դարբեր բան կարող ես ներել, բայց չհաշտվիլ, արդարացի է դա։ Հաշտությունը պահանջում է ապացույց։ Ներողությունը գսեմ, ներողություն ավոջան նեղացրեցիք ես, I'm really sorry։ Կարող է երկու դալ արցունքո գործիլոզի իջնի կամ չեմ գիտեր։ Եվ համոզվի, որ բայց հաշտությունը, որբեսի վերագանքնի մեր հարաբերությունը, ժամանակ ուզե, ես պետք է ապացուցեմ եղբորս, որ իրոք ես այդ վիճակը ծանր անստել եւ սխալ եմ արել եւ այլ չեմ գրտում։ Հաշտությունը դրա հետ է կապված, բայց ներումը ներեցի վերջսա, ներում եմ, բրծավ։ Հիմա մտքիդ մեջ, սրդիդ մեջ դու ներիր, խոստուր քեզ որ առաջին հարմար արիթը որ գլինի, ես պիտի հանդիպիմ, զանգեմ, տեքստ մը գրեմ, ասելով որ արի այս հարցը լուծենք։ Գիտեք ինչու սիրելիներ։ Այլապես մեր այստեղ քալը պաշտամունք, երկեցողություն, նվիրատվություն, գնալ, կալ, համակումար, այս բոլոր ինչ որ գնենք մեր հոգևոր կյանքի ընթացքում 10, 20, 30, 40, 50, 60, 100 տարի, ինչ որ գնենք անիմաստ է։ Անիմաստ է։ Ընդունելի պիտի չլա Աստծո առաջ։ Անուշահոտ բադարակ չի լինելու Աստծո առաջ։ Լինելու է ավանդություն, լինելու է սովորություն,
լինելու է երևույթ աստվածաշտության արտաքին, լինելու է performance, լինելու է just pretending, ցույց եմ տալի մարդուն, որ ես էլ հավատացյալ եմ։ Եվ կարող է հաջողվենք այդ ոլորտում, բայց Աստուծո առաջ իմ կյանքս, իմ մատուցումս, իմ ծառայությունս անընդունելի բիդլա, եթե ես այս վիճակով կշարունակեմ Տերոջը պաշտել։ Հիսուսի սորվածուցածը շատ բարձ էր, բայց այժմիական է Աստուծո առաջ մեր պաշտամունքը ընդունելի լինելու համար։ Եվ ճիշտ այս էր պատճառը, որով Եզեկիել մարգարեն անդրադարձավ, որ մենք հիմա պաշտամունք պիտի մատուցանենք, բայց որպեսզի ընդունելի լինի, որպեսզի Աստուծո գրագը իջնեն եւ որպեսզի հեթանոս աստվածները գիտնան, որ իրոք միայն Եհովան է ճշմարիտ Աստվածը, մենք նախքան ամեն բանի առաջ պետք է փլած գործանված ալտար, խորանը, զոհասեղանը կառուցենք։ Այսինքն հարաբերությունը մեր եւ Աստծո միջև կառուցենք։ Մեր եւ Աստծո միջև գայանալիք հաղորդակցության օղակը պետք է կառուցեմ։ Այլապես ոչ աղոթքս կլսվի, ոչ զոհս ընդունելի կդառնա, ոչ էլ մենք հաղթանակ ձեռք կբերենք։ Եզեկիելը հասկացավ անիկա։ Հետևաբար նորից շեշտեմ, զոհասեղանը մեր եւ Աստուծո միջև այդ կարևորագույն խաչմերուկն է, որտեղ մարդը Աստծո հետ հանդիպում է ունենում եւ վայրն է, որտեղ երբ Աստուծո հետ կհանդիպենք նպատակի համար։ Եվ ինչ է նպատակը զոհ մատուցանելու, մեր անձերը նվիրաբերելու եւ պաշտամունք մատուցանելու։ Մի խոսքով զոհասեղանը ցույց է տալիս իմ սրտի դիրքորոշումը Աստուծո առաջ։ Դավիթ թագավորը իր 51-րդ գլխում 16-17 համարներում հետևյալ աղոթքը կբարձրացնի առաջ, երբ որ մեղք գործեց Բերսաբեի այդ պատմությունը գիտենք, անդրադարձավ, որ մեղք է գործել։ Իր կյանքի մեջ մեղք գործ Բերսաբեի պատմությունը։ Անդրադարձավ եւ հիմա նստած աղի արցունքով գզղչա եւ գաղոթե Աստծո քավությունը կխնդրե։ Եվ իր աղոթքի մեջ հետևյալ արտահայտությունը գսե ով Աստված, թուն զոհի չես հաջիր, այլապես կդայի քեզ, ոչ էլ ողջագեզի կհաջիս, բայց կսե Աստուծո առաջ ընդունելի ողջագեզը կսե խոնար, հոգի եւ գոդրված սիրտն է։ Նայեցեք ուր է գնում։ Պաշտամունքի մասին է խոսում Դավիթ, զոհասեղանի մասին է խոսում, խորանի մասին է խոսում եւ իր սրտի վիճակի մասին է խոսում։ Ասում ով դե հիմա ես քո առաջ եմ թագավորն եմ, զոհասեղանը գա, զոհը գա, բայց քսե դեր գիտեմ որ դու ոչ զոհասեղանը գուզես, ոչ էլ զոհը գուզես։ Որովհետև հիմա հասկացա ով դեր, որ քո առաջ ընդունելի զոհը գոդրված հոգի եւ ջախջախված սիրտն է։ Այսինքն սրտից դիրքորոշումն է։ Աստուծո համար բացարձակապես կարևոր չէ գսե Դավիթ ցույց տալ, որ ես պաշտամունք եմ մատուցանում, մինչ իմ կյանքիս մեջ մեղք մգա։ Իմ կյանքիս մեջ չլուծված հարց մգա։ Իմ կյանքիս մեջ կա այնպիսի մի վիճակ, որ իմ եւ Աստծո միջև հարաբերությունը խզված է։ Սա արտաքին աստվածաշտության երևույթ է համարվելու Աստծո առաջ անընդունելի։ Ոնց Դավիթ անդրադարձավ, ասում հոգևոր խորուն ճշմարտություններ են, որ գսեմ դեր սորվեցուր ինձի, նախ ինձ։
խոնար սիրտը, խոնար հոգին, վիճակը, որ գանտրատարնամ, որ իմ կյանքիս մեջ մեղք կա, սխալ կա, հանցանք կա, իմ կյանքիս մեջ անհատական եւ կամ մեգումը նեղացուցած եմ, վշտացած եմ, զրբարդած եմ, անարգած եմ, այսինքն նախքան մարդ Աստված հարաբերությունը գայուն դարձնելու համար նախքան դա անելու համար պետք է նախ իմ մարդկային հարաբերությունները սրբակրեմ։ Չեմ կարող ես Աստուծո հետ ասեմ, որ Աստծո հետ լավ հարաբերություն ունեմ, բայց մարդկանց հետ իմ հարաբերությունս զազրելի է։ Չունեմ բարի վկայություն։ Չես կարող, չեմ կարող։ Չենք կարող այդ գուդը ուդել։ Այդպես են ասում Հայաստանում Հարություն։ Այդ գուդը չես կարող ինձ ուդացնել գսեն։ Դրանց Աստծո խոսքը շատ հստակ է դնում։ Գիտեք, ողջ պատմության ընթացքում 5 դագարան, նոր դագարան, եւ հարցրակ մարդկային պատմությունում զոհասեղանը միշտ եղել է պաշտամունքի վայր։ Ուր զոհասեղան կա, հիմա հետանոսներն ալ ունեին զոհասեղաններ։ Իրենց չաստվածներուն զոհ կմատուցանեին։ Իրենց ունեն Դագոնի աստվածը գար, Դագոնի ասում զոհի մատուցանում ինչ իրենց նորածին երեխաները։ Եվ շատ չաստվածներ կային, հետանոց, որոնք զոհ ունեն։ Ուրեմն, երբ որ դու զոհասեղանի ես հանդիպում, լինի հետանոսած աշխարհում, կամ հրեական մշակույթում, կամ քրիստոնեությունում, դա նշանակում է պաշտամունքի վայր, հոն պաշտամունք մտեղի կունենամ, բայց հիմա մենք կկենտրոնանանք քրիստոնեական կամ հրեական 5 դագարանյան եւ 7 նոր դագարանի մեր պաշտամունքը, հոն ուր զոհասեղան կա, նշանակում է հոն կա պաշտամունք, սուտ վայր բնե, այդ խորանը, այդ զոհասեղանը եւ շատ եկեղեցիներու կհանդիպինք, որոնք նույնպես այստեղ լանունենք, որոնց եկեղեցաշենքը ջարդարաբեն այդպիսի ցևով է կառուցված, որ ասենք ինչպես այստեղ ժողովուրդը նստում է նստարաններ եւ պետք է մասիկա գոչվում է խորան։ Հենց այս աստիճանների մենք մոդելում ենք, այսի գոչվում մենք բարձրանում ենք թեպի խորան։ Եվ սա շատ կարևոր վայր մնե եկեղեցվո շինության մեջ։ Որովհետեւ մարդիկ երբ որ կմոդենան խորանին, altar մենք ունենք altar prayer, չէ՞, խորանին կմոդեն աղոթքի, նրանք գալիս են ուրեմն աղոթելու, նվիրվելու, Աստուծո հետ այսպես սետ հաղորդակցություն ունենալու, խոստումներ տալու Աստծուն, Աստծո ներկայությունը փնտրելու։ Հիմա այստեղը թերևս շատ լավն է մեր խորանը, բայց դերս այդքան էլ խորհրդավոր չէ։ Երբ որ մենք կայցելենք, վստահ եմ որ շատերդ այցելած եք արաքելական հայոց արաքելական եկեղեցվո խորանները, երբ որ կայցելեք կամ գաթողիկ եկեղեցին, այսինքն ավանդական եկեղեցիների խորան եւ շատ ավելի խորհրդավոր է, չէ՞։ Այդ մոմերը, այդ մտնոլորտը, այդ խորանի արչեւ, այսպես ցանկապատ կայս փայդով իրավունքունի մարդիկ դե մոդենալ եւ շատ խորանը շատ այսպես լուրջ հանգամանք է ներկայացնում եկեղեցվո ջարդարապետական նույնիսկ երևույթում, որը խորանը հատուկ նպատակի համար է կառուցված, ինչպես ինք։ Ես հիշում եմ փոքրուց 7, 8, 9, 10, 11 Լիբանանում մանավանդ անոնք որոնք իշեն Լիբանան բուրչամուտ եկեցին, նազովրեցի եկեցին բուրչամուտներ, չէ, գատոջի նուգային, որ շենքը Սաղեմի եկեղեցին է, չէ՞, այնտեղ ով եղած է, Սաղեմի եկեղեցին Լիբանան դոկտորյաներից, այո, ես հոնդեղ եղած է։ Ուրեմն հոնդեղը խորանը գիշեմ շատ ավելի լուրջ կառուցվածք ուներ, 5-րդ հարկն էր, ամոր եղած եմ։ Եվ գիշեմ ինձի Փոլ եղբայրը եւ մեր ուսուցիչները փոքր էին, երբ որ պաշտամունք են, պիտի մոդենային խորանի եւ գուզենք ելնել բազել, նո գսեն։ Չեք կարող խորանի, նույնիսկ առաջին աստիճանին վրա
գանկնել, որով ասիկա մեզ սորվածած են, որ սուրբ վայրմն է, հոստեղ միայն գգենամ աստուծո ծառաները, հովիվները, բադվեր, այդպես սորված էին, և ուրիշ եկեղեցիներ արիվ, որ եղած են մանավանդ արաքելական, ավանդական եկեցին, չէին թողում, որ մենք մուտ կործենք այդ սահմանված խորանի առաջ տրված այդ սահմաններից ներ, միան կահանան իրավունք ուներ։ Գրեթե ամեն գիրագի առավոտ, երբ որ եկեղեցի եմ գալիս ծառայության և հենց մտնում եմ այս դռնից, գրեթե ամեն գիրագի նկատում եմ, որ հենց մտնում եմ այս դռնից, այստեղ ձնգաչոք տեսնում եմ Հասմիկ քրոջ։ Եղել է դեպքեր, որ ուրիշ մի քանի երան, պաշտամունքից առաջ, դեր ժողովուրդ չի գա, լույսերը փակ են։ Ես վստահ եմ, որ երբ որ Հասմիկ քույրը կամ ով որ է, պաշտամունքից առաջ, խորանի առաջ ձունգաչոք կանգնած եմ, նրանք աղոթում են անհատական փորձառություն ունենալու Աստծո հետ, հարց մգա, խնդրված մգա, որ գփերնավոր է կամ պաշտամունքի համար գաղոթեն, կամ օրհնության համար գաղոթեն, չգիտեմ Հասմիկ քրոջ որ մգարցնեմ, ինչ է լինում Հասմիկ քույր աղոթքին ու դեպետ վստահ եմ, որ լուրջ հարցերի համար են տեսնում քրոջը, կամ ով որ գալիս է, դեր Աստծո խոսքը չի ստացած, դեր պաշտամունքը չի ստացած, դեր ժողովուրդ չի եկած Աստծո հետ խսետ հաղորդ, այս եկեղեցին գողքը սրահը որ գա, հոն ունենք աղոթքի խորան է, աղոթքի սենյակ կհամարեմ դա, պաշտամունքին առաջ հոն սերդողություն գլա, Զորաբ եղբայրը, Հովհաննես եղբայրը խորհրդածություն մգնեն եւ անոնք որոնք ներկա են լինում եւ աղոթքի բա է լինում, դա պաշտամունքին առաջ Աստուծո ներկայություն առաջ մոդենալն է խնդրելու իր օրհնությունը պաշտամունքի համար։ Եվ ինչ որ նյութեր ունենք, ուրեմն խորանը աղոթքի խորամ, աղոթքի սենյակ, աղոթքի այդ պաշտամունքի այդ խորանը չափազանց կարևորվում է եկեղեցական եւ քրիստոնեական կյանքում, նախ կամ մեր պաշտամունքը սկսել է կամ մատուցանելը։ Հիմա այս միտքն անցնեմ եւ ավարտենք, կշարունակենք դերեմ կամ աչորտին եւ Երբ որ մենք խորան գսենք, առաջերտի մենք հասկանանք այս ֆիզիկական խորանը կամ սեղանը, հոնը 5 դագարանում հասկանան իրենք քարե շմբած, մանավանդ 5 դագարանում խորանները կառուցվում էին 12 քարից, շատ կհանդիպինք, եւ օրինակ Եզեկիելը եւ դարբեր Աբրահամը, Մովսեսը, Հեսուն, երբ որ խորան պիտի կառուցային զոհասեղան 12 քարից էին գառուցում ներկայացնելով Իսրայել ժողովրդի 12 որդիները 12 խոշոր քարդ գտնեին եւ հոն ադի գլար զոհասեղան որը գխորտաբատկե ոչ Իսրայել ժողովրդի սերունդը 12 ցեղերը ճաշտում են քեզ քոնն ենք մենք հիմա բայց զոհասեղանը քարի զոհասեղան լինելուց առավել ամեն մեկս մեր սրդերում ունենք անդեսանելի խորանմա։ Ամեն մեկս ունենք ադիգա։ Խորանմը որտեղ մեծակույն բادرազն է ընթանում։ Խորան որտեղ որի առաջ կանգնած եմ ես նորոգված մտքով եւ հին մարդս, հին հովիգը, իր մարմնով, մարմնավորը և հոգևորը գակնած են, և հիմա մենք հոս գանկնած ենք, մեկը մույսին թե բայքար մունի, թե ինչպես պետք է Աստծուն պաշտամունք մատուցանել։ Մեծակույն բادرազմը յուրաքանչյուրիս կյանքում գնում է մեր սրդում անդեսանելի խորանի զոհասեղանի շուրջ։ Թե արդյոք իմ սիրտս պիտի իր ողջ
նվիրումը, գամքի նվիրումը պիտի զոհաբերե սեղանի վրա, թե մի քիչ ինձի բայեմ, կամ գեսը դամ, կամ այս բայկարն է գնում, լիարժեք նվիրում ունենամ, թե գիսատ նվիրում։ Եվ այս բայկարն է գնում յուրաքանչյուրիս կյանքերում մեջ, երբ որ կյանքում մենք որոշումը պիտի կայացնենք, մի տեղ պիտի գնանք, քայլը պիտի առնենք, այս բոլորը եթե մենք հոգևոր միտք ունենք, Քրիստոսի միտք ունենք, հոս բայկարը կգնա, որը պետք է անեմ։ Եվ ճիշտ այս զոհասեղանի առաջ է, մեր սրդի այս թաքուն, անդեսանելի զոհասեղանի շուրջ է, որտեղ Աստված ակնկալում է եւ սպասում է իմ լիարժեք նվիրումս։ Ես խոստովանում եմ, լիարժեք նվիրում դեռևս չունեմ ես։ Շատ բաներ դեռևս ինձ եմ բահել։ Չգիտեմ ձեր կյանքում։ Եվ իմ ամենօրյա բայկարս է, ով դեր ուզում եմ, փափագում եմ լիարժեք նվիրում։ Օգնիր ինձ։ Պողոս առաքյալ իր մեծակույն բայկարն ու պատերազմը հոգևոր իր սրտում անդեսանելի զոհասեղանի շուրջ էր։ Երբ որ մենք գարտանք Հռոմեացիս գիրքը, հոնգրեսենք առաքյալի բայկարը, երբ որ Աստծո առաջ կուզե մոտենալ պաշտամունք ծառայություն իր կյանքը ամբողջությամբ նվիրելու, հոնգրեսենք Պողոս առաքյալի բայկարը եւ գսե «Փարին կուզե մնել, չարը գնեմ, չարը գիտեմ, որ պետք չենեմ, բայց չարը գնեմ, փարին որ պետք է անեմ, չեմ անում»։ Եվ բայց բայկարը գա իր մեջ, մարմնի եւ Պողոս առաքյալի, հին Սողոսի եւ Պողոսի, այս բայկարը գա։ Եվ դեմը գասնի կսե, ով պիտի ազատագրես ինձ այս խղճալի վիճակից։ Ուզում եմ պաշտել, ուզում եմ լիարժեք նվիրում, բայց գտեսնեմ, որ մեջս ուրիշ Հովհաննես մը գա, Պողոս մը գա, որ ինձ ետ կքաշե։ Եվ կսե, ով պիտի ազատես ինձ այս խղճալի վիճակից, եւ երկնային աստվածային պատասխանը կուքա իրեն։ Դեր Հիսուս Քրիստոսի ցերկով։ Ուրեմն այս բայկարն է, որ շատերս կունենանք մեր հոգևոր կյանքում։ Երբ որ Աստուծո պաշտամունք պիտի մատուցանենք եւ գիտենք, որ Աստված իմ ողջ գամքիս նվիրումը գագնգալ է եւ հոն է, որ մենք ետ կմնանք։ Աստված նրան զավակ մխոստացավ։ Եվ հիմա սմարտը գսե, դեր արդեն ես զավակ ունենալու դարիքս անցել եմ։ Բնականաբար անհավատություն դրսևորեց։ Աստված սա պիտի ունենաս։ 100 տարեկանին ունեցավ, իր գինի 90 տարեկան էր Աբրահամ։ Եվ պատկերացնում եք այս տարիքից հետո դու զավակ ունենաս։ Ոնց է սիրտ կապնվում այդ զավակին։ Եվ հիմա Աստված կմոտենա Աբրահամին գսե, զավակդ զոհաբերե զոհասեղանի վրա։ Ասկա 20, 30, 40 տարեկան երդասարդ չէ, որ Աստված որուն խոսի, լավ գզոհաբերեմ, երդասարդ եք, նորեն զավակ մգունեն, դեղը գկա, Աստված է, օքեյ, ինքը դվա, իր ձերության ժամանակ, որ էլ մարմինը չի աշխատում իր և գնոր, Աստված հրաշքով դվավ, և հիմա Աստված իրեն գսե զավակ 13 տարի հետ ապրեց, 13 տարեկան էր Իսահակը այդ ժամանակ, 13 տարեկանին Աստված կսե բեր զավակը և ինձի զոհաբեր 13 տարեկան մանչուկը, հրաշ, սիրուն, կանկուր, հրյա։ Հարցը Աստուծո ոչ թե Աբրահամին այսպես վարել, սիրտը ջմլել, երեխան ուզել, այլ Աբրահամի սրդից ուզեց զերծ բահել, որ և է մի բան, որը
փորձություն կարող էր լինել Աստուծո դեղը կրավել իր սրտում։ Եվ Աբրահամին չարեց։ Իհարկե, պատմությունը գիտենք։ Հոներ որ Աստված առաջին անգամ լինելով եւ միայն անգամ գանտիվին Աստվածաշնչում հետեւյալ արդայդությունը արավ։ Աբրահամի այս արարքից հետո որը գսավ հիմա քիծա որ ինձ գահավադաս Աստված գսե Աբրահամին հիմա քիծա որ դու Աբրահամ ինձ կհավատաս ծայրահեղության դարի քեզ եւ որ ճշտամունքի Աստված ասել ուզեց Աբրահամին Աբրահամ ինձ ավելի գսիրես թե Իսահակին քո սրդի կյանքի կենտրոնացումը պիտի շարունակեմ ես լինել թե հիմա Իսահակն եմ երբ որ Աստված ուզեց Աստված Աբրահամի սրդի դիրքորոշումը ուզեց փորձել, դեսնել եւ մեզի դա սովորացնել, որ զոհասեղանին վրա Աբրահամ պատրաստ էր իր ամենաթանկը զոհաբերել, սա ցույց կտա Աբրահամին Աստուծո անտեպ իր ունեցած պաշտամունքի լիագադար ամբողջական նվիրումը։ Պաշտամունքի փորձ մներ։ Ճշմարիտ պաշտամունքը, գիտեք սիրելիներ, ոչ միայն Աստծուն պաշտելն է, այլ միայն Աստծուն պաշտելն է։ Տարբեր են աս բոլորը։ Ավարտեցի։ Շատերս կարող ասենք, ես պաշտում եմ Աստծուն, ես սիրում եմ Հիսուսին, ես Ավետարանին հավատում եմ 100%, բայց արի ու դես որ կյանքումս եւ մեր շատերի կյանքերում կան նաեւ այլ աստվածներ, որոնք երբ որ մենք զոհասեղանին պիտի մոտենանք մեր զոհմատուցանելու, խանգարում են լիագադար նվիրում ցուցաբերել։ Այնպես որ պաշտամունք աստվածաշնչյան պաշտամունք կնշանակե պաշտել Աստծուն եւ միայն Աստծուն։ Գիտեք, երբ որ ոստիգանը խախտումը գնես մեքենայով, կգեցնե Կալիֆոռնիա, ինձ եղել է մի անգամ խախտում եմ, կանգնացել, ասեմ, կամ ավելի շատ որտեղ խախտումի, երբ որ դու լուրջ հանցանք ես գործում ավելի շիրակ։ Ինչ են հարցնում, ասում են դու պատրաստ ես ճշմարտություն ասել, բոլոր ճշմարտությունը ասել եւ բացի ճշմարտությունից ուրիշ բան չասել։ Ճշմարտություն կասեմ, բոլոր ճշմարտությունը պիտի ասեմ եւ բացի ճշմարտությունից ուրիշ բան չեմ ասելու։ Այսի գադարյան նվիրումն է։ Եվ Աստված այսպես կբանչի։ Հովիկ պատրաստ ես ինձ պաշտել, ամբողջ սրտով ինձ պաշտել եւ ինձնից բացի ուրիշ ոչ մեկին չպաշտել։ Ես հոն չեմ դեր։ Ես հոն դագաբին այնտեղ չեմ, գսեմ ով Աստված։ Բայց օգնում է ինձ եւ շատերիս հոն հասնել։ Եվ միայն այնտեղ հասնել է վերջի որ մենք պիտի կարողանանք հասկանալ Աբրահամի սիրտը, Դավիթի սիրտը եւ նրանք ովքեր 100% լիարժեք նվիրում ունեցան։ Դերը օգնե մեզ։ Կարևորակույնը եւ ավարտեմ, երբ որ զոհասեղանի վրա զոհ պաշտամունք պիտոնենք եւ մեր միտքը ու կամի բանգը վերագառուցենք փշրված քարերը, հարաբերությունները, հաղորդակցությունները, որբեսի մեր պաշտամունքը աղոթքը լսելի եւ ընդունելի լիա Աստծո առաջ։ Աստված օրհնե մեզ սիրելիներ, մեր հոգեվոր կյանքի շինության եւ նրա փառքի համար։ Համեցեք։